Եթե հարմար է մի հարց է ուզում տալ կապված կենսաչափական անձնագրերի տրամադրման ու դրանց ներկայացրած հիմնավորումների հետ։ Եթե տեղյակ եք, երեկ օրինակ Փաշինյանը հարցնում էր նախարարին ինչով է պայմանավորված դրանց անհրաժեշտությունը, Արփինե Սարգսյանը ասաց, որ գործող կենսաչափական անձնագրերը միջազգային չափանիշների հետ որևէ աղերս չունեն։ Այդպես է, թե չէ։ Կենսաչափական համակարգի ներդրման տեխնիկական մասով պատասխանատու էր EKG-ը որպես ընկերություն, որը նաև պարտավորվել էր այդ բիոմետրիկ անձնագրերի միջազգային ստանդարտների համապատասխանության հարցը ապահոver։ Ոստիկանությունը ավելի շատ իրավաբանական կողմն էր ապահովում պայմանագրի հետ կապված եւ իհարկե օգնում էր, որպեսզի համակարգը ներդրվեր, բայց այդ հարցի պատասխանը ավելի շատ նրանք կտան ճիշտ պատասխանը, բայց որքանով որ ես տեղյակ եմ, որքանով ես հիշում եմ, քանի որ ինքս այդ ոլորտի օրենսդրության նախապատրաստման աշխատանքներին շատ ուղիղ մասնակցություն եմ ունեցել, կային միջազգային եզրակացություններ եվրոպական կազմակերպություններից իրավասու, ովքեր որ տվել էին եզրակացություն այն մասին, որ դրանք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, ավելի կոնկրետ ICAO-ի ստանդարտներին, եւ այդ գաղափարը, որ աղերս չեն ունեցել միջազգային ստանդարտների հետ, առաջին անգամ ես նոր լսեցի, ես ճիշտ ասած երբևէ նման կարծիք կամ տվյալ չեմ տիրապետել։ Կրկնում եմ, իմ այս տեղեկությունները կարող են հանգիստ ստուգել EKG-ին համապատասխան հարցում կատարելով, բայց ես անձամբ այդ եզրակացությունները տեսել եմ, դրանք ֆրանսիական թե գերմանական կազմակերպություններ էին, ովքեր որ տալիս էին նման եզրակացություն։ Եթե այդ եզրակացությունները կեղծ չեն եղել, ես կարծում եմ, որ մի քիչ չափազանցված է այդ տեսակետը, որ աղերս չեն ունեցել, ուրեմն եվրոպական ստանդարտը, հապես իմաստը որն էր բիոմետրիկ ազդագրեր ներդնել, որը պիտի ICAO-ի ստանդարտներին չհամապատասխանի, ասենք, ինչ խնդիր էր դրանով լուծվելու։ Եթե տեղի չի ունեցել գլոբալ խաբեություն, ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը պետք է ճշտվի։ Հետո մի բան էլ ավելացնեմ, ես ուրեմն բիոմետրիկ համակարգը ներդնելուց հետո մենք հին ազդագրերը շրջանառությունից չենք հանել, պատճառաբանություններն էր, որ դրանց գումարը մատչելի էր ձեռքբերման, եթե հիշում եք, բայց նաև չեմ հիշում մի դեպք, որ հին ազդագրերով քաղաքացին Եվրոպայում որևէ սահմանային կետով անցնելուց ունենալ արժանապատվության կորուստ, որ հին ազդագրով է ճամփորդում, ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների, ովքեր ունեցել են բիոմետրիկ ազդագրեր։ Այսինքն ռեժիմը սպասարկման երկու պարագայում էլ նույնն է եղել, նույնակերպ է եղել եւ վերաբերմունքի տարբերություն սահմանային անցման կետերում մեր քաղաքացիները չեն ունեցել։ Ինչպես հին ազդագրերի, այնպես էլ բիոմետրիկ ազդագրերի գործողությունը, ոնց ասեմ, հավասար ձևով է սպասարկվել։ Եվ այստեղ խնդիրը ուրիշ տեղ էր բիոմետրիկ ազդագրերի ներդրման անհրաժեշտությունը։ Դա վիզաների ազատականացման քաղաքականության մի մաս էր, բայց ընդհանրապես մաս բազմաթիվ պահանջների կամ երաշխավորություններից ընդհանրապես մեկն է եղել, որ նախընտրելի է, որպեսզի Հայաստանի քաղաքացիներ ունենան բիոմետրիկ ազդագրեր, որտեղ բիոմետրիկ ազդագրերը կեղծիքներից ավելի լավ են պաշտպանված։ Այսինքն որևէ այլ նպատակ չի եղել սահմանային անցման կետերի, այսպես ասեմ, անխափան անցնելու հետ կապված խնդիր չի եղել։ Հասկանում եք։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված ուրեմն նոր կենսաչափական անձնագրերի անհրաժեշտությունը, եթե հիմնավորումները այդքան էլ անխոցելի չեն։ Տեսեք, ես եթե լսեի, որ բիոմետրիկ համակարգի թարմացման անհրաժեշտություն կա, ավելի տեխնոլոգիաներն արագ են զարգանում հիմա, անվտանգության ստանդարտները հիմա էլի գնալով կատարելագործում են, քաղաքացիների սպասարկման տեխնիկական ասպեկտն է արագանում։ Ես սա օրինակ կհամարեի շատ ծանրակշիռ պատճառաբանություն։ Ես ինքս էլ կարծում եմ, որ մեր բիոմետրիկ համակարգը փոփոխությունների կարիք ուներ,
սպասարկման տեխնիկական մասը այն բարձր ստանդարտներին համապատասխանությունը չէր բավարարում։ Միգուցե այն ժամանակ, որ ներդնում էինք, այսպես ասեմ, նորմալ էր, բայց այնքան արագ է փոփոխվում այս ոլորտում տեխնիկական առաջընթացը, որ կարելի է այդ գործընթացը իրոք ավելի արագ, ավելի արդյունավետ դարձնել, հատկապես հենց ազգագրային ստորաբաժանումներում կամ վարչական այն ստորաբաժանումներում, ովքեր որ այդ բիոմետրիկ ազգագրի տրամադրման համար ծառայություն են իրականացնում, շատ ավելի որակով մատուցեն։ Օրինակ այս տեղում նկարեին եւ բիոմետրիկ ազգագրերը տպեին, իսկ մեր ազգագրերի հին համակարգը ինչ-որ փակ տարածքներ էր նախատեսում, որտեղ պետք է մարդիկ հետ կանգնեին, նստեին, նկարվեին, այսինքն մի քիչ անհարմարություններ պատճառվում էր, հասկանում եք, սա կլիներ բացատրություն ըստ իս, որ նորմալ է, եթե այս բացատրությունն է հնչում, էլի, բայց այդ բացատրությունը, որ ինքը հակասել է կամ աղերս չի ունեցել, ես ճիշտն ասած կարծում եմ ստուգման ենթակա է, որովհետև Էկենգը ամեն դեպքում այլ զեկուցումներ էր տրամադրում կառավարությանը, այլ տեղեկություններ էր տրամադրում ոստիկանությանը, եւ Էկենգը որպես այդ պատասխանատուն ստանդարտների համապատասխանության ուներ իր ձեռքի տակ որոշ եզրակացություններ, որոնք ֆիզիկապես ես տեսել եմ, ես կարդացել եմ, տեսել եմ թարգմանություններն իհարկե, բայց տեսել եմ, որ համապատասխանում է միջազգային ստանդարտներին ու առանց այդ ստանդարտների համապատասխանության եզրակացությունների չէր կարող համակարգը ուղղակի դրվել շահագործման համար։ Պարոն Քոչարյան, դուք ասեցիք, որ անհարմարություններ եղել են, նաև այնպիսի խոսակցություններ են շրջանառվում, որ կենսաչափական անձնագրերի տրամադրման գումարը մոտավորապես քառապատիկով թանկանալու է եւ հնարավոր է դրանք տրամադրվեն նաև մոլերում, մեծ մոլերում։ Սա ինչքանով է, եթե ունեք տեղեկություններ, ճիշտ են, սխալ են, եւ եթե չունեք, ինչ վտանգներ կարող է ներկայացնել։ Տեսեք, բիոմետրիկ ազգագրերի տպագրությունը եւ սպասարկումը վտանգներ չունի։ Սրանք ժամանակակից ճամփորդական փաստաղներ են, դուք այս տեսանկյունից նայեք։ Նրանք անվտանգ են, նրանք պաշտպանված են, հասկանում եք, իսկ պաշտպանված ազգագրով ճամփորդել նշանակում է անվտանգ ճամփորդել, նշանակում է տվյալ պետության քաղաքացիների նկատմամբ վստահության շեմը բավարարում է միջազգային պահանջվող չափանիշներին։ Արժեքը, այո, այն ժամանակ էլ թանկ էր, տեսեք, այն ժամանակ 50 անգամ թանկ էր, ներողություն 20 անգամ ես սխալվեցի, 20 անգամ թանկ էր, բայց դրա համար մենք հին ազգագրերը չանեցինք շրջանառությունից, որպեսզի սոցիալական այսպես լրացուցիչ ճնշում քաղաքացիներին չպատճառենք։ Ես դրա մասին չեմ լսել գնի, 100,000-ը դա բավականին ուրեմն թանկ ծառայություն է, մոլերում թե չմոլերում ես այդտեղ չեմ կարող որևէ բան ասել, բայց ես կարծում եմ, որ պետությունը ինքը պիտի իր ազգագրերի տպագրման համակարգը աշխատացնի, այսինքն տեսեք, մենք կարող ենք ազգագրերը պատվիրել Ֆրանսիայից, չէ, բլանկները, պատվիրել չգիտեմ որտեղ, պերսոնալիզացիան բայց պիտի արվի Հայաստանում։ Ընդհանրապես ազգագրերի նկատմամբ վերահսկողությունը պիտի հայկական ընկերությունների նկատմամբ նրանց պատվիրվի եւ նրանց հանձնարարվի։ Սա անվտանգության խնդիր է։ Մեր ազգագրերը պիտի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից վերահսկելի լինեն, սկսած բլանկների տպագրությունից վերջացրած մինչև տվյալների պերսոնալիզացիա։ Այսինքն որքան էլ որ գայթակղիչ է այս ոլորտը տալ այս սպասարկի, նրանց սպասարկի, այստեղ պետական վերահսկողության մեխանիզմները շատ ուժեղ պետք է աշխատեն, շատ ուժեղ։ Ես այստեղ արդեն հարցը այն չի թե որտեղ կտրամադրվեն, հարցը այն է թե տվյալների պերսոնալիզացիան եւ բլանկների տպագրությունը եւ դրանց նկատմամբ շրջանառություն ով է վերահսկելու։ Ես կարծում եմ դա պիտի պետությունն անի։ Այսա չի կարելի պատվիրարկել որևէ մեկին։ Այսա։ Դու կարող ես տեխնոլոգիաները վերցնել, դու կարող ես խնդրել այդ տեխնոլոգիաները ներդնեն, բայց տեխնոլոգիաների սպասարկումը պիտի իրականացնեն մեր պետական կառույցները, մեր անվտանգության մարմինների հսկողության ներքո։ Այստեղ է շանգլուխը թաղված։ Իսկ թե որտեղ կտրամադրեն, դա այդքան կարծում եմ էական չի։ Պարզ է։ Կար մի բան, որի մասին կուզեիք խոսել, ես հարցը չտվեցի։
Լավա ջան, բիոմետրիկ համակարգ անհրաժեշտություն է։ Այստեղ այլ կարծիք լինել չի կարող։ Այլ կարծիք երկրորդ լինել չի կարող։ Ինքը համակարգը որևէ ձևով ազնագրերի, այսպես ասեմ, կեղծ տպագրության, կեղծ շրջանառության, որը պարբերաբար նման լուրեր է տարածում, թե 50,000 ազնագրեր են բերել, 40,000 ազնագրեր են բերել, որևէ կերպ չի նպաստում դրան, այսինքն ինքը այն գլխից էլ եղել հեքիաթ եւ դրա շուրջ այս միստիկ ինչ-որ պատմություններ հորինելն սխալ է եւ կրկնում եմ, սա ընդամենը անվտանգության պահանջ է փաստաթղթի կեղծիքներից խուսափելու, որտեղ ցանկացած կրիմինալ կառույց, չգիտեմ, հետախուզական ծառայություն, եթե այդպես հեշտ ու հանգիստ կարողանա քո բլանկներին ձեռքցի եւ կարողանա այսպես տվյալների պերսոնալիզացիա անի, դու պատկերացրեք մեր Հայաստանի քաղաքացիների անձնագրերը ում ձեռքը կհայտնվի ու ինչ նպատակներով։ Ես դրա համար եմ ասում, սա բացառապես անվտանգության խնդիր է եւ ոչ թե էմոցիոնալ գնահատականների, որոնք այսօր մենք ցավոք սրտի հաճախ ենք լսում։ Պարոն Քոչարյան, օրինակ հասարակության մեջ կա այսպիսի տեսակետ, որ անձնագրերը փոխվում են զուտ նրա համար, որպեսզի Արարատ լեռը դուրս գա անձնագրերից։ Դուք ասեցիք, որ անվտանգության հետ կապված, վստահության հետ կապված, արժանապատվության հետ կապված այդքան էլ խնդիրներ չկան եւ միջազգային ստանդարտներին համապատասխանալու հնարավոր է, որ հենց դա է եղել շարժիչ նպատակը։ Հարցը հասկացա, տեսեք, ես որ ասում եմ արժանապատվության կորուստ չեմ ունեցել, ես նկատի ունեի նրանք, ովքեր չեն ունեցել բիոմետրիկ անձնագրեր, սահմանային ասման կետերում խտրական վերաբերմունքի չեն արժանացել։ Ես այդ իմաստով էի ասում։ Այսինքն այստեղ այդ իմաստով քաղաքացիները խնդրեմ չեն ունեցել, որ եթե ինքը փող չուներ, բիոմետրիկ չուներ, ուրեմն սահմանային ասման կետերում կարող է խնդիր ունենալ։ Գոնե ես նման մի դեպք չեմ հիշում հաստատ, Լալա ջան։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է սիմվոլիզմին։ Սրանք զգացմունքային պահեր են, շատ նուրբ պահեր են, որոնք մեր ժողովրդի գիտակցությունից դժվար այդպես միանգամից կարողանան դուրս գան, հա, Արարատը սրբություն է բոլոր հայերի համար եւ այդ սրբությունից այդպես մեր ինքնությունը հաստատող այսպես փաստաթղթերից դուրս բերելը բնականաբար այս ռեակցիան պիտի առաջացներ ու լավ կլինի, որ շատ ցավագին չտանեն պատկան մարմինները հասարակության այս ռեակցիան եւ ավելի շատ մարդկանց բացատրեն դրա անհրաժեշտությունը, քան թե այսպես հակադրվեն, հա։ Տեսեք, բայց ես մի բան ասեմ, էլի ձեզ, անձնագրերը զգացմունքային հարթության մեջ կարելի է այդ սիմվոլիզմի հետ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, բայց բերել տանել դրան սրա մեջ պետական քաղաքականություն տեսնել զուտ են պատճառ, որ հատուկ կարող է որ Արարատը հանվի։ Ես կարծում եմ մի քիչ չափազանցված ասեմ ինչու եմ ես այսպես կարողանում դա պնդել, որովհետև բիոմետրիկ համակարգի փոփոխության հարցը 10 տարի է ավել օրակարգում է։ Այն համակարգը, որը ներդրվել էր, մենք չենք կարողանում թարմացնենք միայն այն պատճառով, որ հայկական շուկան փոքր էր, խոշոր ընկերությունները շահագրգռված չէին անձնագրերի տպագրության մեր շուկայով եւ մենք չէինք կարողանում այն հիմնական խաղացողներին գայթակղել ու բերել Հայաստանի անձնագրերը նրանց վստահել։ Սա տեխնոլոգիաները նրանց վերցնելու իմաստով, պատկերացրեցիք չէ ինչ եմ ասում։ Այսինքն այս խոսակցությունը բիոմետրիկ համակարգի ավելի վաղ է եղել թարմացման, լեհական համակարգը մոդեռնիզացնելու իմաստով ավելի վաղ է եղել։ Ուղղակի որ հիմա համընկնում է այս բանի այս նոր կոնցեպտի հետ, իրական Հայաստանի կոնցեպտի հետ, այսպես զուգահեռներ են անցկացնում եւ փորձում են դրանով բացատրել այդպիսի կասկածի տեղի կարա տա, հա, թե գույնը, թե այդ լեռան մասը, բայց ես վստահ եմ, որ դա իրական պատճառը դա չի փոփոխությունների։ Հա։ Լալա ջան, որտեղ սա վաղուց հասունացած խնդիր էր։ Այսինքն ճիշտ հասկացա, մեր գործողը լեհականն է, հիմա ներդրվում է որը։ Ես չգիտեմ որն է ներդրվում, օրինակ գույնի ընտրության հարցում կամ նույն Արարատի հետ կապված միգուցե ավելի այդպես զգուշավորություն կարելի է դրսևորել, այսինքն կարելի է կանխատեսել, որ սուր ռեակցիա է լինելու։ Ես գոնե ինձ համար ակնհայտ է, որ դա շատ կանխատեսվող եւ արագ շրջանցվող հարց է, կարելի է ուղղակի չսրել այդպես, բայց նորից եմ կրկնում, բացարձակապես էական չի անձնագրի գույնը, ինձ համար գոնե, ես միգուցե մի շատերին վիրավորում եմ, շատեր այս կարծիքը չեն կիսում, ես բոլորի կարծիքին հարգանքով եմ վերաբերվում, բայց կրկնում եմ,
ես մի քիչ մասնագիտորեն եմ հարցին նայում, էլի, բացարձակ էական չի գունը, բացարձակ էական չի սիմվոլները, կարևորը որ այս անձնագիրը կրողը իրեն հպարտ զգա, որ Հայաստանի քաղաքացի է, եւ այդ հպարտությունը դառնա, այսպես ասեմ, անձնագրով փոխանցվող ինչ-որ մի զգացողություն, որովհետև երբ որ քաղաքացու ձեռքը օրինակ մեր սփյուռքահայերի մենք Հայաստանի քաղաքացու անձնագիրը տալիս ենք եւ հիմնը հնչում էր, մարդիկ արտասվում էին, որովհետև դրա արժեքը օտարության մեջ լավ էին հասկանում, ի տարբերություն ստեղի մեր քաղաքացիների, որոնց հիմա սովորական ծիսականություն էր։ Այս զգացողությունը եթե բարձրացնենք, ես վստահեցնում եմ դա արդեն կապ չունի ոչ գույնի, ոչ էլ սիմվոլների հետ։